Կադրերը Վենետիկից չեն, Երևանն է, ալիքներն էլ մեծ իմաստով բնական չեն, մեքենաների շարժից են առաջանում։ Անձրև է գալիս թե չէ, մեր մայրաքաղաքը կոլապսի է ենթարկվում, ջուրն ահա անգամ ավտոբուսների մեջ է լցվում։ Ինչու՞։ Եթե հերերը գալիս են մեծ քանակությամբ, իսկ այդ հեռատար-ցանցներ չունի համապատասխան հեռացման ունակություն, բնական է փողոցները պետք է լցվեն ջրով։ Ի վերջո, ով է պատասխանատու հեղեղատարների մաքրության համար։ Քաղաքապետարանից ժամին ուղղորդում են դեպի Veolia ջուր ընկերություն, նրանց գործն է։ Այս կազմակերպությունն էլ ընդունում է, հայտնում ամբողջ տարվա ընթացքում մաքրում են հեղեղատարները, նաև վերանորոգում, բայց վարձակալած համակարգը բազում թերություններ ունի, փողոցներ կան, չունեն անձրևատարեր։ Եղածների թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը։ Դա հետևանք է այն բանի, որ Երևանի բուռն կառուցապատումն ու զարգացումը հիմնականում չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։ Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը։ Կառուցապատումների խնդիրն առանձնացնում է նաև ջրային ռեսուրսների մասնագետը, հարցնում է, ով է որոշել, թե գործող հեղեղատարների հնարավորություններն անսահմանափակ են։ Կարևոր է, որ արկա ջրահեռատար ցանցը անընդհատ ենթարկվի մոնիտորինգի, այդ հեռատար ցանցը որոշակի ելքեր հեռացնելու համար է նախագծում եւ կառուցվում։ Բայց եթե տարիների ընթացքում այս փոփոխությունների կլիմայի արդյունքում մենք ունենում ենք շատ ավելի մեծ ելքեր կան, գոյություն ունեցող ելքերի համար է հաշվարկված, բնական է ևս դա կարող առաջանալ։ Մաքրման տեխնոլոգիաներ են պետք ֆունդամենտալ, այսպես ասած շաբաթօրյակ համակարգում, հավելում է փորձագետը։ Անընդհատ պրոցես է լինելու։ Ուղղակի պետք է ֆիքսել այն հատվածները, որտեղ որ մեր ջրակուտակումներ են առաջանում, կրիտիկական տեղեր, այդ հատվածների խնդրի մասին մտածել։ Հեռացնող դիտահորերը երկուսը խցանված են, ջուրը դուրս է գալի մի հորատանցքից, լցվում է հարևան հորատանցքով է հեռանում։ Քայլեր կձեռնարկվեն, Veolia-ից ժամին փոխանցում են, խնդրի արմատական լուծման համար խոշոր ներդրումներ են պետք, ինչն արդեն կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն ջրային կոմիտեի պարտավորությունն է, շահագործում եւ սպասարկում են այն, ինչը պետությունը հանձնել է։ Իսկ կոմիտեն ներդրումներ կանի, կլինեն, վստահեցրին, երբ մոտ ապագայում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։